Հրադադարը ուժի մեջ է, Իսրայելը չի պատրաստվում նոր հարված հասցնել Իրանին։ Թրամփի այս վստահ գրառումից րոպեներ անց Թեհրանի մերձակայքում հզոր պայթյունների ձայներ են լսվել։ Բոլոր ինքնաթիռները կշրջվեն եւ կթռչեն տուն, Իրանին բարեկամական ալիքային ողջույն անելով։ Ոչ ոք չի տուժի։ Իսրայելը չի թաքցնում, այսօր հարձակվել է մայրաքաղաք Թեհրանի մերձակայքում գտնվող իրանական ռազմական ենթակառուցվածքների վրա։ Ըստ իրանական լրատվամիջոցների Բաբոլ Սարում եւ Բաբոլում են ռումբեր նետել իսրայելցիները։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել էր պատժել Թեհրանին հրադադարը խախտելու ու իրենց ուղղությամբ հրթիռային գրոհ սկսելու համար։ Թել Ավիվը այս կադրերն է հրապարակել, պնդելով, թե Իրանը 2 բալիստիկ հրթիռներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, որոնց իրենց հոպը ոչնչացրել է։ Ես հրամայել եմ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտումներին, Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախների դեմ բարձր ինտենսիվությամբ հարվածներ հասցնելով։ Թեհրանը մինչև հիմա հերքում է, որ հրթիռակոծել է Իսրայելը, թշնամու ուղղությամբ հրթիռներ չեն արձակել։ CNN-ի եթերում ասել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում։ Reuters գործակալությունը գրում է, որ չնայած Թրամփի հորդորներին Իսրայելը չի հնազանդվել ու առանց ԱՄՆ նախագահի թույլտվության ռմբակոծել է իրանական քաղաքները։ Իսրայելից վրդովված ու հիասթափված Միացյալ Նահանգների նախագահը, որ առավոտյան գրեթե երդվում էր, որ հրադադար է հաստատվել պատերազմող երկրների միջև, երկրորդ գրառումն է արել։ Մի արձակեք այդ ռումբերը, ձեր օդաչուներին հետ կանչեք։ Թրամփի բարկությունը գրառումներով չի մարել։ Հագայում, որտեղ ԱՄՆ նախագահը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, լրագրողներին պատմել է, որ դժգոհ է Իսրայելի ու Իրանի պահվածքից, սակայն չի կարծում, որ Թեհրանը միտումնավոր է խախտել հրադադարը։ Հենց համաձայնություն ձեռք բերեցինք, Իսրայելն այնպիսի ռումբեր նետեց, որոնց նմանը ես երբեք չեմ տեսել։ Ես դժգոհ եմ, նաև գոհ չեմ Իրանից։ Ցավալի է, որ Իսրայելն այսօր առավոտյան մարտեր է մղում մեկ հրթիռի պատճառով, որը ոչ միտեղ չի ընկել։ Axios-ը գրում է, որ երբ իսրայելական օդուժը այսօր հարձակվել է Իրանի վրա, բարկացած Թրամփը զանգել է Նեթանյահուին ու պահանջել դադարեցնել կրակը։ Դրանից հետո Թել Ավիվը հայտարարել է, որ Իրանի դեմ պատասխան գործողությունը ավարտված է համարում։ Աշխարհը ուզում է հավատալ, որ Իրանի ու Իսրայելի միջև կայուն հրադադար է հաստատվելու։ Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է ողջունում կողմերի որոշումը, որը մազից է կախված։ Եթե իսկապես հնարավոր է եղել հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։